Քանի որ մենք այսօր խոսելու ենք ՈՒՊԳՀ համախտանիշից, ուշադրության պակաս եւ գերակտիվություն։ Այս փոքրիկ թեստի միջոցով, որը որ հաստատված է Հայաստանի Հանրապետության նախարարության կողմից, Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կողմից, որը տրամադրվել է բոլոր դպրոցներին, կա մոտավոր 20-ից ավել նկարագիր, դուք փորձեք խմբով, որը որ կարծում եք, որ այդ երեխային բնորոշ նկարագիր է, կլորակի մեջ այս նման, այսինքն չափազանց շարժում է։ Չեն ուզում որ բանաներ, այո, ինքնին հանդեպ բարձր պահանջներ։ Տեսեք, այդ ակտիվ աշխատանքի ընթացքում ինքն էլ դժվարանում հասկանալ կոնկրետ ինչը նշել, որովհետև իրականում մեզ էլ մասնագետներից թվում է, թե հա պետք է հստակ իմանանք։ Այս ամբողջը կա հիպերակտիվության նկատմամբ է վերաբերում, բայց իրականում շատ մի հատ փոքրիկ նոր թել է գնում, որ հստակ տարբերակումներ կա։ Այստեղ այս նախաթեստի մեջ մենք նշել էինք հիպերակտիվություն, ագրեսիվություն եւ տագնապայնություն։ Անչուր խումբ երկուական նշի ինչ է առանձնացրել, հետո ընդհանրացնել։ Հրաժարվում է խմբային խաղերից մեկ։ Հրաժարվում է խմբային խաղերից։ Իմպուլսիվ է, երկրորդը կան նաև երեխաներ, որ հիպերակտիվ են, իրանց ուղեղն է ուղղակի այդպեսին, իրանք հավաշատել դինջ լինեն, արի ունյասը, բայց իրականում ունենան Ազատ շարժուն է, սիրում է անդադ տեղում պտտվել, անհանգիստ է շարժումներում, անդադրում է նստել չի կարողանում։ հաճախ կռվում է, Համ հիպերակտիվ, համ ագրեսիվ։ Ան շարժում է, սիրում է տեղում պտտվել անում, անհանգիստ է շարժումներում, անդադրում է նստել չի կարողանում։ Նշել եք կլիկայում բնույթ կրող գերակտիվություն, այսինքն ինքը անընդհատ շարժման մեջ է։ Տեղում նստելու անկարողություն, անուշադրություն, ցրվածություն, կենտրոնանալու անկարողություն կամ կարճատև կենտրոնացում, այսինքն դասի ժամանակ շատ կարճ է իր կենտրոնացումը տեղում, մաքսիմում 10-15 րոպե, դա ավարտում դեպքում, որովհետև իրենք իրականում շատ արագ շեղվում են։ Հաճախակի կորցնում են իրերը, շատ թափթփված են, այսինքն դնում են միտեղ իրը եւ մոռանում են որտեղ էր։ Կարդալու դժվարություններ ունեն, սկսած աշխատանքն ավարտելու անկարողություն, անհամբերություն ունեն, իմպուլսիվ գործելակերպ ունեն, շարժողական բարձր ակտիվություն, շատախոսություն եւ բարձրախոսություն։ Արկայ ՈՒՊԳՀ նրանք ինչու են ուսումնական դժվարություններ ունենում։ Իրականում նրանց իմացական ոլորտը տուժած չէ, բայց ուշադրությունն է տուժած։ Ինչը որ խանգարում է, որ իրենք դասի ժամանակ կենտրոնանան։ Եվ երբ մասնագետը հենց ուշադրության վրա է աշխատում, նրա ուշադրությունը դարձնում է ավելի կենտրոնացված, ինքը կարողանում է ավելի կառավարելի դարձնել։ Ուսումնական մասով նրանք միանգամից այսպես աճ են գրանցում, որովհետև կարողանում են իրենց կառավարել։ Ուշադրության, այսինքն դեֆիցիտ ունեն։ Այդ երեխաները մեղավոր չեն, իրենք այդպես են ծնվել։ Դա կազմա արդեն մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի եւ դասավանդողը եւ մասնագետը հստակ պատկերացում կազմի։ Մենք գործ ունենք հիպերակտիվության հետ, թե դա պարզապես, ինչպես ընկեր Աղավնին ասաց, ճակերտավոր անգաստիարակություն է։ Չափման միավորները, ընկերներ ջան, այստեղ ես ինձ մոտ նշել եմ, որ ավելի հստակ ձեզ ասեմ, 1-ից 6, եթե միավոր եք նշել, դա ցածր մակարդակն է։ Այս պարագայում ինչ ենք անում մենք մասնագետներս։ Ուղղորդում ենք ծնողին, որպեսզի վերանայի իր դաստիարակության մեթոդները, որպեսզի կառավարելի դարձնենք ավելի շատ երեխայի վարքը, բայց պարտադիր, քանի որ ՈՒՊԳՀ-ն նյարդային վարքաբանական խանգարում է, խնդրում ենք, որպեսզի երեխային ամեն դեպքում նյարդաբանին խորհրդատվության տան, որովհետև դա կարող է կոմպլեքս ինչ-որ մի խնդրի մենք լուծում ստանանք, այսինքն նոր սկսվող երևույթը կանգ է։ Եթե ձեր նշած երեխան ունի 7-ից 14 միավոր, դա միջին մակարդակում գտնվող հիպերակտիվության մասին ենք մենք խոսում։ Այսինքն մենք երեխային պահում ենք դիտարկումների փուլում, փորձում ենք այնպես անել, որ ուսումնական գործընթացում նրա համար չստեղծվեն ավելորդ այնպիսի պայմաններ, որ իրեն շեղի։ Այսինքն պետք է իրեն շեղող պայմաններ դասարանում քիչ լինի։ Մենք պետք է մեր հրահանգները ավելի պարզ լինեն, իրենք բարդ հրահանգները չեն ընկալում։ Չպետք է ասենք
դուրը փակի, գիրքը բացի եւ այլն, բարիսականի դուրը փակի, հետո երբ որ գործողությունն անում, հետո ասում ենք դե նստիր, նստեց, հետո ասում ենք գիրքը բաց, որտեղ ինքը այդ հերթականությունը չի ընկալում, հետեւաբար ոչ մեկն էլ չի անելու լիարժեք։ Պարզ, հստակ եւ մեկ գործողությունից կազմված հրամանություն լինի այդ երեխեքին։ Եվ այստեղ շատ կարևոր է նշել, որ հիպերակտիվ երեխաների համար, որպես դասավանդողներ եւ որպես մենք մասնագետներ երբ աշխատում ենք, շատ կարևոր է խրախուսանքի մեթոդը։ Բայց խրախուսանքը երբեք չպետք է անտեղի լինի, հարգիքներս, որովհետեւ եւ անտեղի մենք խրախուսում ենք եւ ինչ որ բան ենք, այսինքն դրանց սովորում է։